Մեդիահաբը բազմաթիվ ահազանգեր է ստացել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկումից հետո բժիշկների աշխատավարձերի կտրուկ նվազման վերաբերյալ։ Բուժաշխատողները նշում են, որ ապահովագրության համակարգի գործարկումից հետո իրենց ստացած գումարը կազմել է ընդամենը 19,000-ից 23,000 դրամ, իսկ որոշ դեպքերում միջին ամսական աշխատավարձը հասել է մինչև 50,000 դրամի, նվազագույն աշխատավարձից էլ ցածր։ Հաշվապահություն խնդրեցինք միած հաշվապահները տենանք ինչ վերահաշվարկ են արել ու նախնական իրանց վերահաշվարկով իրանց մոտ գրված դրվածն արդեն դուրս եկավ, որ իմ կեղտոտ աշխատավարձը բազիսայինը, այդ որ ասում ենք, որ դրա վրա ավելանում է հետո մյուս թվերը, վճարովի ծառայություն, ապահովագրություն, բազիսայինը եղել է կեղտոտը 118,000, փետրվար ամսին դառել է 72,000 կեղտոտը հաշվեց հաշվապահը, դուրս եկավ, որ մաքուր աշխատավարձը լինելու է 52,000, դա մենակ իմը չի, դա մեր երեք բոլոր երեք գինեկոլոգներից աշխատավարձ ապել, մեր նեղերինը, ակնաբուժ, էնդոկրինոլոգ, նյարդաբան, միակ բոլորինը բազիսայինը շատ խայտառակ թվեր է։ Այսօր սոցիալական ցանցերում բժիշկների դժգոհությունները լայն արձագանք են ստացել։ Բազմաթիվ մասնագետներ միացել են բուժաշխատողների նախաձեռնող խմբին, պահանջելով վերանայել պարտադիր ապահովագրության շրջանակում սահմանված վարձատրության մեխանիզմները։ Մեդիահաբը կապ հաստատեց ահազանգած մի շարք բժիշկների հետ, որոնք ներկայացրեցին ստեղծված իրավիճակը։ Ասեմ, որ բժիշկը նախ մուրացկան չէ եւ բժիշկները չեն ցանկանում գումար ակնկալել պացիենտներից, մեր խնդիրը կոնկրետ մեր պահանջը առողջապահության նախարարությանն է ուղղված, որպեսզի բժիշկները ստանան արժանվույն գնահատական, պատասխանատու եւ բարձր ռիսկային աշխատանքի համար։ Պոլիկլինիկաներում աշխատող բժիշկների խոսքով երկար տարիներ մասնագիտական կրթություն ստանալուց եւ դեռ ուսանողական տարիներից աշխատելուց հետո այժմ ստանում են ընդամենը 50,000 դրամ աշխատավարձ։ Մենք ստանում ենք 100-ի կարգի 100,000 դրամի կարգի աշխատավարձ։ Ակնկալելով, սպասելով 20 տարի սպասում ենք, որ մի բան կփոխվի, որ ավելին կլինի, կվարձատրվի, ապահովագրությունը կմտնի, մենք էլ կլինենք վստահ, ապահովագրությունից ստանում ենք արժանավայր վարձատրություն ու կաշխատենք, բայց տեսեք ինչ ստացվեց։ Այդ կանանց թիվը իրենք վերցրեցին, հանեցին per capita-ից, որտեղ 65+ կանայք, 0-18 տարեկանները եւ նրանք, ովքեր 200,001 դրամ աշխատավարձ են ստանում, դարձան ապահովագրված։ Այդ կանանց թիվը մեր բնակչության կանանց թվից հանեցին, որ հանեցին այդ կանանց թիվը, մեզ մնաց տակը, ասենք 30,000 դրամ կամ չգիտեմ ինչքան այդ per capita ասվածը, որի վրա պիտի ես կարողանամ հավաքել ապահովագրական կանանցով արված կոնսուլտացիաների վճար։ Իսկ ինչպիսին է այդ վճարը, եթե իմ թղամասինն է ուղարկում է թերապևտը ապահովագրականով, դրանից ընդամենը 3,000 դրամ նստում է պոլիկլինիկային, ու եթե 3,000 դրամից իրենք մեր տոկոսները հաշվեն, դա ստացվելու է 700-ից քիչ 800 դրամ։ Ըստ բժիշկների խորհրդատվությունը ներառում է մեծ ծավալի աշխատանք, սակայն այն գնահատվում է ընդամենը 700 դրամ։ Պոլիկլինիկական բոլոր ներմասնագետներին 700 դրամ է դառնում 3,000-ից։ Այ դուք պոլիկլինիկայում եք աշխատում, ճիշտ եմ հասկանում։ Այո, պոլիկլինիկայում ենք աշխատում, ստացիոնարում ենք աշխատում, որ կարողանանք գոյատևենք։ Բժիշկների խոսքով որոշ մասնագիտությունների դեպքում աշխատավարձերը պարբերաբար վերանայվում են, մինչդեռ պոլիկլինիկական նեղ մասնագետների գործակիցները տարիներ շարունակ չեն փոփոխվել, իսկ այժմ անգամ նվազագույն աշխատավարձի չեն հասնում։ Եվ 7 ժամ 12 րոպե օրական, այսինքն շաբաթական 36 ժամ պետք է լինեմ աշխատանքի, որ ստանամ 52,000 դրամ, որովհետեւ դա խելամիտ է։ Տեսեք, թերապևտը ուղարկում է մեզ կին, որին մենք պիտի նմուշարում անենք պատվումով վիրուսի։ Սկրինինգային ծրագիրը թերապևտը միայն ուղարկելու համար, որ ուղարկի կոմպյուտերով ուղարկում է, իրան փոխանցվում է 400 դրամ, ես որ այդ աշխատանքը տանում եմ, կինը բարձրանում է կրեսլով նմուշախում եմ անում, գինեկոլոգին նշանակել են 150 դրամ։ Կասեք դրա տրամաբանությունը ոնց կարա լինի։ Այդ թարախը մենք ենք շնչում, այդ ամեն ինչը մենք ենք տեսնում, ուղղակի թերապևտ ուղղորդում է։ Վիրաբույժը նույնպես ընդգծում է, որ բժիշկների հիմնական դժգոհությունը կապված չէ ապահովագրության գաղափարի հետ, այլ դրա ֆինանսական հաշվարկների։ Մենք բժիշկներս մեծապես կողմ ենք այս համընդհանուր առողջապահական ապահովագրությանը։ Սակայն մեր բժիշկների հիմնական խնդիրը ոչ թե ապահովագրության գաղափարի մեջ է, այլ դրա ֆինանսական հաշվարկներում։ Մեր օրինակ
օրինակ մեր պրոֆիլով, եթե ես պետքա մինչ այդ ենթադրեք X գումար աշխատելու համար կատարեի 10 վիրահատություն, այժմ պետքա կատարեմ 20 վիրահատություն։ Առողջապահության նախարարությունից արձագանքում են, որ խնդիրը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես առողջապահության նախարարի մամուլի քարտուղարը նշեց, փոխհատուցման մեխանիզմը առաջիկայում կներկայացնենք, որ առավել պարզ լինի։ Փետրվարը կամփոփենք եւ կտեսնենք, թե վիրաբուժական ընտանեկան բժիշկների, թերապևտների մասով աշխատավարձի փոխհատուցման ինչ պատկեր է, դրական ինչ փոփոխություններ են եղել։ Որոշ ուղղություններով հարցերի իհարկե հանդիպում ենք եւ հետեւողականորեն դրանք դիտարկում ենք։ Բուժաշխատողները սակայն նշում են, իրավիճակը պահանջում է արագ լուծումներ, քանի որ ոլորտում արդեն նկատվում է լուրջ սոցիալական լարվածություն։